շատ կան։ Գիտեք ինչ, խումբ են կազմել ու իրանց թվում է, թե այդ խումբով կարան որոշեն, ով է ճիշտ բառեր արտահայտում ուղիղ եթերներից, ով է սխալ արտահայտում։ Պրիվետ Հովսեփ ջան, ում բառից կարելի է կախվել, կամանդ հավաքել այդ մարդուն մինչև վերջ տրորտակ տալ, ում բառից կարելի է չկախվել, պրոստը այդ մարդուն հանգիստ թողնել։ Ու դա շատ սխալ, մի հատ շատ սխալ իրավիճակ է։ Ոչ մեկն էլ իրավունք չունի, պրիվետ Արտո ջան, այս հարթակի վրա ինչ որ մեկին վիրավորի, եթե մարդը ուղիղ եթերով մի հատ սայթ հակում տվեց ու մի հատ սխալ արտահայտություն արեց, եթե իհարկե այդ մարդը դայլշը չի տալիս ու իր արտահայտությունը պնդում, որ ինքը ճիշտ ա եղել, պրոստը ուղղակի այդ մարդուն հանգիստ թողեք։ Մեկ էլ կա այսպես մի հատ խումբ այն ոնց են ասում, անգործ պարապստրոյի նաչալնիկներ, որոնք որ իրանց դարդերը շշին են տվել ու մտնում են ինտերնետյան հարթակ, սաղ էֆիրների համը հանում, անադեկվատ խոսում, իրանց դնում լավ տղուտեղ, մի խոսքով ինչ պատմել, լրիվ էլ գիտեք ու հասկանում եք։ Սերոբ ջան, զապրոսը էր տվեց, հենց թված, այ Սերոբ եմ ասում, Հովսեփ։ Ինչի մասին է խոսքը, ուղղակի անընդհատ մեր հարթակում ժողովուրդ ջան նկատում եմ, որ մարդը մի հատ բերանի սայթակում թողեց, կարող է եւ ասենք առանց հասկանալ մի բան ասեց, մեկ էլ տենը մեզ մի հատ բրիգադ կա, կախվում է այդ բառից ու այդ մարդուն չմարի տանում այդ բառի համար, բայց այդ բրիգադի մեջի մարդը ամենաայլանդակ սայթակումները լեզվի շատ ա տվել այս հարթակում, այդ ասում են, դե մի ոչինչ, մարդը ասեց էլի, պետք չի կպնել այդ բառերից, ըստ եմ ասում էլի, ով է այստեղ որոշում, որ ում բառերից կարելի է կպնել, ում բառերից չի կարելի կպնել, որ օրվանից մեր տիկտոկյան հարթակում նայողները կան նստած, այն զոնի նայողներ են նստել են ու բան են անում էլի, որոշում են ով է ճիշտ, ով է սխալ, ով է լավ տղա, ով է վատ տղա, ում կարելի է չմարի տանել, ում կարելի է վերև բարձրացնել ու այս որ կողքից նայում ես, պրոստը սարսափելի ձևով ծիծաղալու է, զզվելի է, տղերքի անունը քցելու է, հասկանում եք, որովհետև լավ տղերքը, հայ, լավ տղեն, իրան չի կարա այդ ձև պահի, նույն բանն է, ես ոնց որ գիշեր ցերեկ այս հարթակում քֆուրներ տամ, ու հայ կնոջ կերպար ներկայացնեմ այս հարթակում, դուք չեք ասի, արա սա խելառա, գիժա, սա որը բերանը կեղտոտ, ինչեր ասես անմա, տկլորվմա, խափմա, չգիտեմ, բերանը ճորո բացմա ու հայ կնոջ կերպարա ներկայացնում, սուտեմ թե չէ, մի հատ ասեք էլի, նույնն էլ հայ տղամարդու կերպարն է, ասենք ինչ տարբերություն էլի, եթե հայ տղամարդը այս հարթակում կարա այն ամենաայլանդակ կեղտոտ բառերը աղջիկների ներկայությամբ ասի, գիտենալով, որ ասենք, եթե 300 հոգի գիտենալով, որ եթե 300 հոգի իր էֆիրը նայում է, այդ 300 հոգուց 200 հոգին անպայման աղջիկ են ու այսպես խուժան ձևով չհասկանալով, որ նույնպես իր բարեկամները կարան այդ էֆիրները նայեն, ասենք, քեզ դուր կգա, որ մամայդ ու քրոջդ մոտ մեկը նման արտահայտություններ անի, տներ կան, որ միամիտ այդ էֆիրները միացնում են, երեխեք են այդ տան մեջ նստած, չեն էլ հասցնում այդ անտեր զվուկը իջացնեն, որ այդ հայհոյանքները չլսվի, ասենք, այդ ձևի տղամարդիկ, ոնց կարան հայ տղամարդու կերպար ներկայացնեն այս տիկտոկյան հարթակում, ես այդ ձևի տղամարդկանց լրիվ ուրիշ աչքերով եմ նայում, ու ինձ թվում է լուբոյ նորմալ ադեկվատ մարդ նման պահվածքը փնթի հարթակային, ըստեղ
Այն չէ, որ մենակ դու քո տան պատերի արանքը նստած ինչ ուզում ես անում ես։ Դու նստած ես ու քեզ աշխարհա նայում։ Քեզ զապիս են անում, այդ զապիսները տարածում են, ու ամեն մի բառ, էլի եմ ասում ու ասել եմ, տղամարդը, այստեղի կատիկը տատս միշտ ասում էր տղամարդուն նրա համար է տրված, որ զուս պեղնի, ինչ որ մի բան էլ կուլ տա, բերանից չբլթացնի։ Ու տղամարդը եթե իր բերանը բացում է ու մի հատ արտահայտություն է անում ժողովրդի դեմ, մասսայի դեմ, ինքը որպես տղամարդ այդ արտահայտության համար պետքա պատասխանատու լինի։ Ըստ այդ չկա է, որ ասես, չէ, ես չեմ ասե, խափում են, կամ աղջիկը ասածը ապրավդաննի չի, կամ էս ենչի, չէ, դուք ասում եք, ու ես հարթակում եք ասում, ու լիքը մարդիկ տեսնում են, թե դուք ինչեր եք անում, ու ձեր հետևից զանգում են, ասում են սրանք տղա չեն, սրանք ոչնչություն են, ձեր դեմը չգիտես խի չեն կարողանում ոչ մեկ ոչ մի բան խոսան, հետևներիցդ ինչ ասես խոսում են, մեկըդ մեկիդ հետևից պրիչոմ, մեկը մեկի հետևից, այս ֆլանին հետ ես խոսում, ֆստանին ա քննադատեմ, ֆստանի հետ ես խոսում, ֆլանին ա քննադատեմ, ու սենց կողքից պրոստը լսում ես ու ասում ես, նյուժելի այս տղամարդու դեմքա կամ բամբասանքները, հիմա կանայք այդքան չեն բամբասում, ինչքան տղամարդիկ են բամբասում, ջոգել եք երեխեք, ինչքան որ տղամարդիկ են ես հարթակում բամբասում, մեկը մեկին զանգում, սկապերի մեջ եղնեմ, եսի մնչեր, ես ինչ էին ասեց, են ինչ էին ասեց, բա գիտես ես սենց եղավ, այնն եղավ, սենց շշմում ես, ասում ես, արա մենք կանայք, այդքան չենք բամբասում, ինչքան այսօրվա մեր տղամարդիկ են բամբասում։ Ու այն այլ ազգը այս ամեն ինչը տեսնում է, հենց չի որ մենակ մենք ենք տեսնում։ Մենակ հայ կանայք չեն, տղամարդիկ ձեր շարժուձևը տեսնում ես հարթակում։ Չմտածեք, թե մենակ տղամարդկանց կարամ ասեմ, նույնն է կանանց ա վերաբերվում, ովքեր բերանները կեղտոտ բացում են գիշերցերեք, ես դրա մասին արդեն նիադնակրատնը խոսացել եմ, բարև ձեզ երեխեք, շատ եմ խոսացել, ու դրան դադար չկա, վերջ չկա, այն տղամարդիկ, որոնք որ այդ ձևի կանանց պատժ կայնանում ասում են գաստուր, մալադեց քեզ հալալա, քեզ քֆուր տալու ժամանակ, հենց այդ տղամարդը թող գնա իրա քրոջն ու մորը ասի, էյֆիր բացի քֆրտի հալալա քեզ գաստուր, ու տենամ դուք կանեք այդ բանը, ես լիշնի խոսակցության մեջ այդ ձևի տղամարդկեքին հարց տվել եմ, ընչե եք ես աղջկա քֆուրը, ասում հալալա քեզ գաստուր, ադե թող ինչ ուզում անել ինքը մեր ինչն ա, որով ա իրան մարդու տեղ դնամ, բայց էֆիրում ասում ա քուրս գաստուր, քուրս հալալա գաստուր, այսինքն այդ աղջկան պատստավ այն անեմ, դուխ են անեմ, թասիբի են գցեմ, որ աշխարի քֆուրը տա, հետո հետևից ասում են, այս ագարկ են էսովա, որ կներեք էլի ժողովուրդ, իրանց բառերն եմ հատ ասում, ով ա դրան բանի տեղ դնում, որ ով ա դրան ես անում, ով ա դրան են անում, սա նորմալ ա խոսք ես հարթակի համար, հա, նորմալ ա, կան դաստոյնի տղամարդիկ, այն ոնց ձյաձերի կտեսա մտավ, մի հատ օրինակ վերցրեք այդ մարդուց, թե հայ տղամարդը ինչպիսին պետքա լինի, թե հայ տղամարդը ինչպիսին պետքա լինի, ես մի անգամ չտեսա այդ մարդը մեկից բամբասի, ինչքան որտեղ պատերազմ ա եղնում այդ մարդը մենակ ուզում ա համերաշխություն բերի, զանգը մասնեն, դե ասմա թարգը տվեք, վերջացրեք, ոչ թե ուրիշների նման կրակի վրա բենզին ալացնեմ ու ասմա մեն չէ վերջ կեզացրու չոքացրու, դա տղամարդկություն ա արած ես համար, տիկտոկյան հարթակում ուղիղ եթերներում երեսներդ փակ տարբեր նիկերով ես պրոստը ապշած եմ մնում
Արա դուք անուն չունեք, մի հատ հարց, հասարակ հարց, դուք անուն չունեք, ես արդեն զզվել եմ այդ նիկերից, անուններ էլ չեմ ուզում, տամ թե չէ հեսա գլխիցս կկպնեք, կասեք անուններ են տալիս։ Դուք ձեր սեփական եսը կորցրել եք, ես չեմ հասկանում։ Այն վիմշլիննի անունների տակ թաքնվելը ձեզ պատիվ ու հարգանք հա բերեմ, հա? Ես այստեղ եմ, սպասեք, եկել եմ հետևիցդ, նու այսինց նման նիկեր, շատերդ կլեք, բռնվիր եկա, ես քեզ հետևում եմ, ես չգիտեմ, դաժեն այն անունները չեմ էլ ուզեմ տամ, Padre, քահանա, տերտեր, ես իմ ընչեր, պրոստ, հագետ 00 սեմ, հա, պրոստը ուզում եմ հասկանամ, էլի, բարևձացերիկ ճան, ուզում եմ հասկանամ, որ օրը մեր տղամարդիկ իրանց անունից սկսեցին ամաչել, նու ձեր անունից ամաչում եք, խոսքի Արմենա ասենք անունը, ամաչում ես գրես, որ ես Արմեննա, գրի Արսեննա, հը, բայց այդ ֆանտազորսկի նիկերը, որ դաժը ձեզ սազական չի, ու ձեզ մարդիկ, որ այս հարթակում անդրադառնում են ձեր նիկով, կողքից պրոստը ծիծաղալու աթվում, քիչ մնաս ես ձերը տե կտաս կպաչեն, Չենս բոնդեր ապրես Արտուր ջան, ով ասես ես հարթակում չկա, ունես տպավորությունը, որ մի հատ պալատա նոմեր 6, ու են նորմալ մարդիկ ովքեր, որ ընգել են ես պալատա նոմեր 6, պրոստը կրակի մեջ են մի հատ ընգել, որովհետև ես գժերից դաթարու պրծում չկա, սա պրոստը մի հատ գժանոց է, որը որ դաժը չես էլ ուզում մտնես, նկատած կլեք, որ շատ քիչ եմ սկսել մտնել ստեղ, որովհետև պրոստը տաշնիտ, սիրտըտ խառնում է ու այն կինը, որը որ դաստիրակված է նորմալ ընտանիքում, հա, շիֆրում եմ, նորմալ ընտանիքում չի կարա այս այլանդակությունները նորմալ ընդունի ու նորմալ նայի։ Մեկ մի հատ էֆիր ընգնում է, կատաղում եմ, ուզում եմ էֆիր բացեմ, սինց կավսեմ չերցյան վսյո ռազնիստի, խոսքի անին այնց պահեմ, չի թողım, հետո մտածում եմ, որ ճիշտ տարի, բայց ասել եմ, ինձ պահել չի եղնի, եթե շատ ափերիցս դուրս գամ, ոչ մեկ չի կարա ինձ պահի, ոնց որ այն երկու օրվա էֆիրներս տեսակ, որ տղամարդիկ սուտ խոսում էին, այդ սուտը էֆիրով ապացուցեցինք, որ սուտ փչոցներ էր մեր վրով գնում, մի հատ դաժը դրանից հետո մարդիկ չասեցին էլ աղջիկներ կներեք, մենք սխալ ենք, եւ այլն, այդ փնթի մասային պրոստը ասեցինք մեզնից յան տվեք, ձեր նման տղամարդիկ մեր կողքը իրանք չունեն գտնվելու, ու իրոք դա ատենց է, եթե տղամարդը դաստոյնի չի իրան պահան որպես տղամարդ, իմ կրուգը ինքը տեղ չունի, թող գնա իրա նման փնթի կրուգներ ստեղծեն, որտեղ որ իրանց սուտն էլ անցնեմ, իրանց լավ տղայությունն էլ անցնեմ, իրանց ամեն ինչը անցնեմ, այն որ սենց մի երկու բառ են է ասում, դե ես էստեղ հարցեր եմ լուծում, ես ես տիկտոկի պրոբլեմները սաղին վրա եմ վերցնում, ում հետ հարցեր կա, աղբեր զանգվենք, լրիվ տեղը կցենք, այսենց կողքից որ լսում ես, մի հատ հլը ձեր հարցերը տեղը կցեք, նոր ուրիշների հարցերը տեղը կցեք, կստացի, եթե հարցեր կա տեղը կցելու, ես կարամ օֆիցիալնի ասեմ, որ ես ավելի լավ այդ հարցերը տեղը կցեմ, կարակ ինձ աբրաշացա եղնեք, լուրջ եմ ասում, ու հնենց չի, որ ստերով ու եսի մնչերով, ճշտով, այդ հարցերը տեղը կցեմ, մի սպանի,
Ինչի չեք տեսել այս TikTok-ը ես ինչեր եմ արել։ Հələ հիշեք մի քանի տարի առաջ, որ TikTok-ը մեկը կար սաղ մեր հայերին փող գցեց ու փախավ։ Այդ փողերը ով հետ տալ տվեց։ Այս աղջիկը, չգիտեմ, այստեղ մարդ կա, որ այդ սիտուացիան հիշում է, թե չէ։ Որ ջնջվեց TikTok-ից իբր թե ավարիա տվե մահա մերձա, բայց ես սաղ օթերը բարձրացրեցի, գտա որ այդ մարդը մահամերձ չի, կենթանի ողջ ու առողջ է, ու մեկից 80,000 ռուսական ռուբլեր վերցրե, մեկից 50,000 ռուսական ռուբլեր վերցրե, մեկից 100,000 վերցրե։ Հիշում եք։ Ով հենց արեց, որ այդ փողերը ինքը հետ վերցրեց։ 50 չեմ արել, լրիվ այդ մարդկանց հետ ավերադարձրվե, որովհետև ասենք մեղքս եկել է մարդկանց համար, конечно же, այդ տղենը սկզբից շատ թարսվեց իմ հանդեպ, ինչեր ասես ինձ չասեց ու չարեց, բայց մարդկանց փողերը հետ տվեց, բայց այսօր ինքը շատ հարգանքով է իմ հետ շփվում, ու մի հատ կոպիտ բառ ինձ ինքը չի ասում, որովհետև ինքը իր սխալը հասկացել է։ Չեք հիշում, սենց միրուքով տղա էր, որ կամերանի մոտ էր գնում էֆիրներ շուշուտ։ Մեկը գրեց մենակ, որ հիշում է այդ պատմությունը։ Որովհետև այստեղ շատերը նոր են մտել TikTok, շատ բաներ չգիտեն։ Դրա համար էլ ես այսօրին ենք, որ իրար գցում ենք։ Հա, ինչ որ մի հատ խաղ էր բացել ու կանայքել էին շատ փողեր դրել, որ այդ փողը բերելու, հետո պրոստը ինքը անհայտացավ։ TikTok-ի կեսը ինչա, մուրուքովա, աշոտ էր անուն, աշոտ, որտիկ կամրանը հին վիդեոները բացեք իրան տեսնեք կհիշեք, Ռոբերտ դու չես հիշում իրան, ստեղ ես, Ямիտեք տպետ է։ Բարև ձեզ։ Չէ որից հետո։ Այդ տղային աշոտ ինչ ես հիշեմ են մուրուքով, որ TikTok-ը մոմենտ հայտնվել էր։ Սաղ TikTok-ը, որ իրարով խառնեց։ Belaja, привет, Берна Боровит. Морди уточнавар, цаваттона. Ասմի ուրա այֆիրջ բացում մի հատ մորդի ուտշնավար եք թեկուզ գոյն է տարտակ ջեմով Էդ իոնիկա նվագողի մասին այն չոր մի հատ տանց իոնիկա նվագող կար Էդ իոնիկա նվագողը Արմենն էր Այն Արմեն էր, խա Նա նուր ատենց գաղապար, որ մարդկանց էլ փող կցի Ես մի հատ աշոտ էր սենց մուրուքով ու շատ վաղտել սալամ ալեյքում մուսուլմանների հետ տենց բաներ էր անում, հլա ինձ այդ թվում էր, թե ինքը երևի բան չի, հայ չի։ Էդի շուտ վա թեմա է, արդեն մորացել այդ երևի դուտ։ Он в России жил, Артур Ջան, он после всей этой ситуации говорил, որ մորթելու է ինձ, որտեղ բռնի մորթելու է ինձ, որ ես կարես հայրահաղթամ, մեկենա է Գալիս այնքը Մինսկ, Բելարուսիա, ու ինձ զանգում ասում է, հենց հիմա արես իշ տեղը ես Բելարուսիա եմ եկել, ու ձեզ ինչ է թվում, ես մեր մենակով վեր եմ կենում, գնում եմ իր ասած տեղը, մեր գրուպա երեխեք սաղ ասում են, բելա, տենց բան չանես հանկարծ, հո դու գիշ չես, բա որ դանակը փորդ կողի, բա որ ես անեն, ասում էի,
Ասում եմ ես ոչ մեկից չեմ վախում, ինձ հանգիստ թողեք։ Ես գնում եմ, ինչի կարող է ես ինչ-որ մեկի դեմ պետքա բան անեմ։ Գլուխս կախքցեմ։ Ու ժողովուրդ ջան, գնում եմ դեմը։ Մեկ է տենում եմ նստած եմ մի հատ կաֆեում, ընդեական չեն։ Գնում եմ, տեսնեմ ինչ, հեռախոսը միացրել է ուղիղ եթեր, ու ասում է, «Էս է մեր բելման հեսա եկա»։ Մեկ ես մոտիկանում եմ, ասում եմ, հալա հեռախոսը տանջատը ես չեմ եկե քո հետ ստեն նկարահանվեմ։ Մենք ոչ հեռախոսը անջատում է։ Կոֆե զակաստամ, ասում եմ, չէ, ոչ մի կոֆե էլ ես քո հետ չեմ եկե այստեղ խմելու, ասի առաջ երթ հələ պասպորտը ցույց տուր, ես տեսնեմ դու հայ ես թե չէ։ Մեկ ուսուպս պասպորտը հանում ասից է տալիս, նայում եմ, որ հայկական ազգանուն է, զարմանում եմ, ես էլ չեսնը չէի սպասում, որ ինքը հայ է լինելու։ Ողջույն, մի երկու բառը տենց փոխանակվեցինք, մեկ է արի գնանք միտեղ նստենք, դա ասեցի, լալսի ասի, ես ստե չեմ եկե քո հետ նստեմ չաշ կոֆե ավարտերնեմ եւ այլն, բան ունես ասելու, ասա, չէ, ես գնում եմ գործերով, որովհետեւ լիքը գործեր ունեմ, ոչ մի բառ ինձ չասեց, բացարձակ, ժպտում էր, ծիծաղում էր, սենց խախախիխի, в общем, այն մորթել բան, ման, սաղ մոռացել էր, մեկ է իմ գնալուց հետո էֆիրա բացում, էֆիրա մտնեմ, սենց գելային 1000 հատ տղուկ ավել հարգեցի, որովհետև ես կավախ ես ում կանչել էի տետատի հանդիպման, ոչ մեկ չեկե, ես աղջիկը մենակով եկավ դեմս կանգնեց։ Դրանից հետո էլ ինքը ինձ վաբշե բացարձակ ոչ մի բան չի ասը։ Ես հարուտ ջան, ես հենց ցույց է տալիս են, որ ես TikTok-ը բլա 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 այդ խոսացողները, որ գնում ես դեմները կանգնում ես, լեզուներն կապանգնեմ, կամ գիտես ինչքան մարդ եմ տեսել, որ վաբշե իրանից պրոստը ոչ մի բան չի ներկայացնում։ Հատաշոտ էր եկել մի քանի տարի առաջ Քամրանի հետ հայ էֆիր էր մտնում մեզ գազազացնեմ, սենց մուրուքով, ես Քամրան էջը ման կգամ իրան որ գտնեմ, Ռոբերտ քեզ ցույց կտամ, կջոգես ում մասին եմ ասում։ Լավ են հիշում եք, ձեզ եսիմել ինչի տեղն եք դնում։ Ясет авայի տավաճանների սաղի խինգը մոտիս նման հիշում եմ, ես սաղի հերթակարության կորավազեն։ Արիմբերտ ջան, դու պրոբլեմ չունես, լույ մոմենտ կարաս զանգես ու գաս նա կոֆե իմ դռները միշտ էլ մեր հայերի համար բաց է ու ոչ մեկից վախենալու բան չունեմ, я вспомнил было. Видишь, вот, вспоминайте, ребята, вспоминайте. Это были ужасные времена, որովհետև այդ մարդը իրոք սաղ հարթակը իրարով խառնեց, մեկ-մեկ սենց периодически եղնում է, էլի, որ հայտնվում են ու չքվում են, հայտնվում են ու չքվում են, չես հասկանում խի հայտնվեցին, չես հասկանում խի չքվեցին, ինչ էր իրանց նպատակն ու ուզածը, բայց ավելի շատ ես հասկանում եմ, որ այստեղ այդ ձևի մարդկանց նպատակը միայն փող աշխատելն է։ Образ, Добрый день. Добрый. Ով կարա փող կպցնի, կպցնի, ով էլ չի կարա, չի ստացվում կգնա, պրիվետ։ Արգանքներս բոլորիդ, նախ Բելա ջան շնորհավորում եմ ձեր մեկամսյակը, ցանկանալով միշտ տենց կանացի մնաք։ Մեկ էլ եթե հնարավոր է ինչ կեղնի, ես տիկտոկյան հարդակը կամ փագեն, կամ էլ թողով, որ իրա վրա վստահ չոր կրնա մարդկանց, առանց խապելու, առանց շանտաժի ենթարկելու, մարդկանց հետ խոսա, թող չմտնի էլի, այս տիկտոկյան հարդակը, որ ինքնահաստատվելու տեղ է, մարդիկ անգամ աշխատանք կներկայացնեն, մարդիկ անգամ իրանց գործերը կներկայացնեն, ուղղակի սիրուն չէ, էլի, ով որ իրա վրա վստահ չէ, թող այս տիկտոկյան հարդակից ինքնական հրաժարվի ջնջվի էշտա։
Այդքան բան։ Այ օրավս, ես քեզի մի բան ասեմ ցավը, տոնեմ, տարբեր մարդիկ, տարբեր հասկացողություն, տարբեր Ես անցնում եմ սելու հարգանքը փոխադարձ աղբիր ջան, բայց ես եմ իսպես բան եմ սեմ էլի, մարդիկ կան որ մի ներկապայս իրոք, մարդիկ բիզնեսի լիգա են ստեղծել, իրանց երեխեքի հացը կստեղծել, բայց մարդիկ էլ կան որ խոսքի գելին ահա որ իրանց իմ կարգի լպիրշ կպահեն որ չիտես այդ մարդը արդյոք ծնողի դաստիարակություն տեսել է թե չէ, կամ մարդուն այտալով, ինչի կուզես հասած եղնիս, ինչի Բան չկա ինչ անենք, մեր այոս գնա, մենք Բելա ջան, ես քեզ շատ հարգեմ ցավը քաշենք մեր ատամը էլի կներես էլի ախպեր ջան ներողեղի ցավդել տան Բելա ջան քեզի շատ հարգեմ գը շատ սիրեմ գը որպես հայ կնոջ կերպար կյանքում չփոխվիս միշտ մնացպես բարձր քո դիրքում չզիջես երբեք դիրքերդ շատ լավն է Ай, было. После такого приглашения я не мог не подняться. Ладно, когда приехать? Երբ ուզում ես այսօր արի։ Не, ССОЧ. А что брать с собой? Хорошо. Что брать с собой? Арин Берчан, у меня все есть. Даже вот сейчас и шашлыки готовы есть. А я с мясом так. Есть. Нету, я не больной. Ладно, все, я на днях дам тебе знать, обязательно заеду. Хорошо. Не буду тут чечетку бить. Мы при встрече поговорим о всем. Ладно, Беладжан, все, спасибо. Давай сюда. Ահա։ Անոնից մի հատ էլ հյուր ունենք, այդ հետո կտեսնենք հիմա չեմ ասելով։ Բարև ջան, Բելա ջան, բարև Թղե ջան։ Բարև ձեզ։ Տակավոր այդ նոր խոսում